կարող ենք միասին կարդալ, սենց մի ստատուս ա գրել, կներեք, որ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան, ինձ հետ ինչ գործ։ Բայց չեմ հավատում, տենց բան գրած լինի ինքը իրոք։ Կարող է իր տեղը ուրիշ մեկը գրել է, չեմ հավատում։ Դե անպարկեշտություն է, ինչ ուզում անել չի կարելի։ Նույնիսկ անկախ նրանից է, նույնիսկ սովորական մարդուն չի կարելի։ Կներեք, որ ասում եմ, Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Իր մակարդակն է, ինչ կարամ ասեմ դա։ Երկրի ղեկավարը տենց պետք չէ որ խոսի իմ կարծիքով։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Դեմոկրատիա է, ամեն ինչ իրավունք ունի ասելու։ Դեմոկրատիա ինչ բան է։ Ազատ երկիր է, չունենա կաթել։ Այդքան որ իրան քարկոտում են կառավարության շենքում, դա օրինական է։ Վայ, չի կարելի, вообще։ Այդպես բան ոնց կարելի է գրել։ Դու հավատում ես, որ գրել է։ Ոյ լավ է։ Գրառումներ է անում առավոտից, հոգևորականների հասցեին ու 1000 անգամ կներեք, որ մեջբերում եմ, գրել է Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Այդպես բան ասել, ինչ որ հավատալու չի։ Բան չունեմ ասելու, բայց այդ աստիճանը չգիտեմ։ Պրոստը չեմ կարող հավատալ։ Ծանոթացել եմ։ Անդաստիարակություն միայն։ Ոնց կարա գիտակից մարդը նման բան գրի, հետ երկրի առաջին դեմքը։ Այն ամենափողոցային իրան թույլ չի տա նման ձևով արտահայտել, իսկ ինքը հանրային գրառում է անում։ Անդաստիարակություն։ Առավոտից վիրավորում է հոգևորականներին, ու սենց բան ա գրել։ Ապա ջան ճիշտ անում, լավ անում։ Բայց որ հոգևորականը չի վիրավորվում։ Ճիշտ ասած գեղեցիկ չի արտահայտությունը առաջինն է, որպես վարչապետ, եւ երկրորդը, ասենք, Սրբազանը մնում է Սրբազան, վարչապետը մնում է վարչապետ, այդ բոլորը չի կարելի իրար հետ խառնել։ Ախպերեն ինչ վարչապետ էլա որ նա գրած ինձ ծանոթանամ կներես։ Ինքը նախարարին հերթին թող զբաղվի իր բանակով, իր երկրի անվտանգությամբ, ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացումներով նոր հետ անդրադառնա հոգևորականներին կամ եկեղեցականներին կամ եսին ինչի։ Ինքը ոնց որ ես թողեմ ես արվայմ հացի խնդիրը ընկնեմ մեկ ուրիշի բազարների հետևից։ Անգրագետ, լկտի, ամենավերջին մարդը, որ գոյություն ունի աշխարհի վրա, այդպես մարդ գոյություն չունի, այս փորձանքեր եկավ մեր վրա։